Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այս դժընթակ օրերուն մայր հայրենիքներս եւ մայր աթոռներս աշխարհի հայությունը ոտքի ելած է եւ հայկական նորակուն ժամանակներու զարթոնքը արդեն անզսպելի կերպով առաջ կերտա։ Ի ուրախություն, ի երջանկություն հայ ասկին, ի հայրենի եւ սպիրուս աշխարհի, ի երջանկություն հայկական pedagogian եւ ի երջանկություն մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Հայաստանյաց արաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատացյալներուն, ինչու բոլոր հավատացյալներուն, որով անոնք ովքեր ուրախ չեն, որ Հայաստանյաց արաքելական Սուրբ Եկեղեցին բռնած է վերագանքնման ճանապարհը, թշպախտություն կպատճառի գերզ Հայաստանյաց արաքելական եկեղեցու անդամներուն, որոնք քրիստոնյայի զատ ամեն բանի գլմանին։ Իմ զրուցակիցին Բարոն Մխիթարյանին պիտի որ իր դեսությունները ներկայացնեն եւ վերջին զարգացումներու լույսին տակ իր վերլուծումները կատարի։ Բարոն Չապարյան, ճիշտ ադենն է, որ մեր խոսքը ուղենք մեր սիրելի հեռուստադիտողներուն եւ այս կարճ ժամանակամիջոցի մեջ վերլուծում կատարենք, թե այսօր ինչ դեղի կունենա Հայաստանի ներս։ Շատ հետաքրքրական էր, որ այս վերջին մեկ-երկու օրվա մեջ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան այցելեց Քարեքին երկրորդ կաթողիկոսին եւ իր զորակցությունը հայտնեց անշուշտ գտեսեք որ գժբդամ այս գեղձիկին երբ վերջ պիտի տան իր հայտարարության մեջ նախագահ անցյալի նախագահը գսե որ այս բոլոր իշխանության կողմէ կատարվածը հակասահմանադրական է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան արագ կերպով վերլուծենք ցեր գադարազները եթե կգարձեք որ ներգայի մտնոլորտը ընդմիջումն է բեդության իշխանության կողմէ եկեղեցու գործերուն ես ցեզի հիշեցնեմ Վասկեն Գաթողիկոսի վախճանում են ետքը Գիլիգյո Քարեքին երկրորդ կաթողիկոսը Հայաստան Փերիկ որը դիգրիկ ասկային եկեղեցական ժողովի ընթացքին դուք ըսես բարդատրեցիք որպես քաղաքական հեղինակություն Թորքոմ Բադրիարքը Մեսրոպ Բադրիարքը արևանքեցիք եւ արիտ չդվիկ որ բատկամավորներ բոլոր անոնք որոնք թեմեին ծերնդրության ըսելիք ունենան բոլորին շանտաժերիկ հետևաբար մի խոսիկ այսօր որ իշխանությունը գմիջամեդե եկեղեցվո կորձերուն նախընթացը ցեզմովը սկսած է անշուշտ ցեզմե առաջ նաև համայնաբար բեդությունը իր ընելիքները ունեցած է մենք անգախ չեն եղած բեդությունը միշտ ըսելիք ունեցած է հիմա այս բարակային ցեր կորձին գուկա ասել որ հակասահմանադրական է այս բոլորը ոչ Բարոն Տեր-Պետրոսյան հակասահմանադրական չէ որովհետև նախընթացը ստեղծեցիք եւ այդ ցավով շարունակվեցավ հիմա այսօր եկեղեցին չէ եկեղեցվո բադիվը խնդրարարգա է որովհետև գուսագրոն բարձր իշխանությունը մորցած է իր առաքելությունը մորցած է իր ուխտը մինչև առավոտ կրնանք օրինակներ դալ բիգի չցանցրացնենք մեզ մտի գնողները ընդհակառակը եկեղեցին այսօր երկար դարիներ վեր կխոսվի այս մասին բացի մեր կողմէ շատերու կողմէ որ պետք ունի վերանորոգման եւ այդ վերանորոգման աշխատանքը պիտի լա բոլորանոց կողմէ որոնք կհավատան եկեղեցու առաքելության ուր են այդ հոգևորականները բոլորն մանգլավիկներ թացած են Գաթողիկոսի Քարեքին երկրորդ կաթողիկոսին
որ բռնազավթեց այդ աթոռը քումարով, այսօր բոլորին գլրեցնե եւ հագարակ իր ճաշտոնին գփորձե նաեւ խնգարգել նախկին ղեկավարներուն Լադիգա Լևոն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին եւ Սարգսյան նախագահներուն, որբեսի այն ինչ որ գդարեցին հայրենիքի թեմ այդ կողոպուտը որ գդարեցին բահեն ու բահբանեն եւ այսօր գկարգոծեն ներգա իշխանությունը որպես թե գմիչամդե եկեղեցվո կորձերուն հոս անգամ եւս հստակացնենք որտեւ շատ խոսած ենք այս մասին եւ շատ ալ քրած ենք այս արիտո ոչ կուղեմ մեզ թիդողներուն որ եթե իսկապես մտահոգ եք հայ եկեղեցվո աբակայով գխնդրեմ որ երթակ vanagan.com եւ գարտակ հոդվածները հայ եկեղեցվո բարեկարգության մասին հետեւաբար այսօր եկեղեցին բարեզարդման պետք ունի չկա մեկը որ գրնա հագարակ բնտել ադիգալա իշխանության մեջ կորձողանցինք ադիգալա հասարակ ժողովրդի մեջ եկեղեցին բարդավոր է ինքզին վերանորոգել վեհապար հայրաբեդ այս գեղձիկեն թուրս ելեք այսօր այնպիսի գացությունը ստեղծված է որ մեզ գմղե անպայման աշխատանքի ճիշտ է ներկա իշխանությունը աշխատանք գտելատրե իր ժողովրդին մանավանդ բոլոր անոնք որոնք հայաստանյաց առաքելական եկեղեցու զավակներ են համախմբվին որովհետեւ լրջորեն մտածեն թե ինչ կրնան անել հայ եկեղեցին փրկելու համար այսօր ամենայն հայոց աթորը քրավո գրոնաբեդը ոչ մեկ ցեվով ինքզինք արժեթուսած է եւ ես չեմ զարմանար եւ որ մամուլի մեջ արդու յուրգուն գարտամ իր աշխարհական անունով երբ կխոսին իր մասին գդրիչ ներսիսյան այսօր ժամանակը հասած է որ միապանությունը ոտքի գանկնի եթե ունին բծախնդրություն հայաստանյաց առաքելական եկեղեցվո եւ իրենց գրոնաբեդը ասկային եկեղեցական ժողովով հերացնեն այդ աթորեն որովհետեւ ինքը արժանավոր չէ եւ որևէ ցեվով 25 տարիներ ընթացքին չէ արժևորած իր քոյությունը այդ աթորին վրա նիդակ այդ արիթը որտեղ ժողովրդական արածը գսե հարկ լուծես զորենս ճիշտ է որ օրենքը հայ եկեղեցու կանոնակությունը գբարդավոր է մեզ հավատացյալներս նվիրվիլ որ այդ աշխատանքը կատարվի ասկային եկեղեցական ժողովի միջոցով բայց եթե դուք Փարսացիջան եկեղեցականներ գխուսափիկ այդ մեկեն ժողովուրդը իր ցերքին միդիարն է իր իրավունքը եւ բիդի բարդատրե զինգ ցեզ արդակսելու մայրաթորեն որովհետեւ դուք 25 տարիներու ընթացքին հայ եկեղեցին ջահիջի մեջ մահեցիք եւ գամավոր գերբով մահեցիք շատ լավ գիտենք որ եկեղեցին իր հրանները ուրդեղեն կստանա եւ այսօր այդ աթորի գրոնաբեդը որևէ ցեվով հայ եկեղեցու իրավունքները չպաշտպանած եւ այսօր իրավունք ալչունի ժողովրդին գոչ անելու եւ ասելու որ եկեղեցին հարցակման ենթակա է ոչ սիրելիներ ոչ սիրելի ունգընտիրներ եկեղեցին հարցականի դակ չէ եկեղեցին մեր ինքնության ոնասյունն է հարցակման ենթակա են այդ անպետք եկեղեցականները որոնք շահագործած են որոնք բիզնեսի վերածած են եկեղեցին որոնք վաճառած են հայ եկեղեցու բոլոր սրբությունները եւ այսօր դագավին գահամարցագին հայդարարել որ եկեղեցին հարցակման դակ է ոչ սիրելիներ հոգևորականության անբատկար գեցվածքը բաճար դարձավ որ
այսօր իշխանությունը առանցնապես եւ ոչ ուղեց իր ժողովրդին, որ անպայման իր մասնակցությունը բերե, որպեսի փրկենք հայ եկեղեցին, ինչպես պիտի փրկենք կանոնական ջամփով եւ բարդավորենք հերացնել ներկա գրոնաբեդը իր բոլոր արփանյակներով, որոնք մինչև այսօր շահագործեցին 20 տարիներ անցան, այդօրեն որ Քարեքին երկրորդ բռնազավթեց այդ աթոռը, ասկային եկեղեցական ժողովը տեղի չունեցավ մինչև այսօր, որովհետև ինքն որ ինչ կրնաբադայել, հիմա ժամանակը հասած է, եթե եկեղեցականներ մասնավորապես Պարսկաստիճան չարթնան եւ ոչ չուղեն, որ ասկային եկեղեցական ժողով տեղի ունենա, անգամ եւս կգրտեմ հարկ լուծե զորենս, այսինքն բարդավորությունը, որ ունի ժողովուրդը իր եկեղեցին փրկելու, օրենքը իր ցերքի մեջ պիտի առնե եւ պիտի հերացնե այդ աթորեն, այդ անիրավները, որոնք սրբաբղծեցին մեր եկեղեցին, մայրաթորը։ Վերջերս քարեքինաբաշները եւ հին քողաբեդական ռսաստրուկ նահանգներու եւ բոլշևիկ նախկին հրաշիական տաշնակցական իշխան Սաղաթելյաներու, Գեղամյաներու եւ այլն, Գեղամ Մանուկյաներու սկսած են բորոդախոսություն ունել այն առումով, որ այսօրվա իբրև թե իրենց գարձիկով Հայաստանյաց արաքելական Սուրբ Եկեղեցին ամենաբարձր ռեյտինգ ունի 70% ուրեմն մագարտակով եւ սկսած են գլուխ կովանություն ունել մեկ խոսքով, սակայն ցավիսիր անհիմն եւ սդափանությամբ առաջնորդվող ինքնակովություն գնեն, որ ադի ճշմարության բացարձակապես չի համապատասխանել եւ կեդնի վրա եւ հայրենիքներս եւ ըսպյուրքյան լայն շրջանակներու մեջ ոչ մեկ աղերս չունի իրենց ասածը իրականության հետ եւ հայ ժողովրդին հետ իհարկե ուրեմն USA Armenian Life-ի եւ հայկյանքի հետաքննության եւ հետազոտության բաժանմունքը համագործակցությամբ աշխարհով մեկ դեղագայված հետազոտող լրագրողներու հետ պատգարելի թիվ ներկայացնող եւ բավական խելքուլուխը մարդիկ եւ փանիմաց մարդիկ միասին խորհրդակցաբար եկած ենք այն եզրակացության, որ էկրանի վրա պիտի տեսնենք ուրեմն Հայաստանից արաքելական Սուրբ Եկեղեցու ռեյտինգը վասկեն առաջին երջանկահիշատակ ամենան հայոց հայրաբեդի հոգևոր ղեկավարության ներքո ունեցած է ամենաբարձր ռեյտինգը եւ մեր աշխատակիցները համախոհ են, որ այդ ռեյտինգը եղած է ավելի քան 95% եւ էկրանի վրա արդեն կտեսնեք ամեն մեկը իր նկարը կա եւ քույնը կա ամեն մեկ քիզի ասենք դիագրամի հետ կապված կտեսնեք արդեն իսկ երկրորդ ամենաբարձրակույն ռեյտինգը ունեցած է Հայաստանյաց արաքելական Սուրբ Եկեղեցին ամենան հայոց Քարեքին առաջին Սարգսյանի օրով էր էկրանի վրա բարձ երևա եւ սա ոչ թե մեկ շաբաթվա կամ մեկ դարվա աշխատանք է այս աշխատանքը բավական երկար ժամանակ է վեր ընթացքի մեջ եղած է սակայն վերջնական արդյունքը նոր այս շաբաթ ամփոփչացվեցավ եւ հիմա պիտի տեսնենք թե ինչ կկատարվի Քարեքին երկրորդ չգաթողիկոս որուն աշխարհական անունը Գդրիչ Ներսեսյան է այդ դխրահարչակ 1999-ի դխրահարչակ օրը հոկտեմբեր 27-ին եւ որ Քարեքին բն $20 միլիոն գաշարքով իր ընդրությունը փեմականացուց բազմաթիվ հայեր
ներառյալ բարոն Էդվարդ Էնֆիաջյանը շատ խելամիտ փողոք ներկայացուց հոկտեմբեր 27-ի հետ դատապարտեց այն փաստը, որ երբ Բեդուտյան ղեկավար մարմինը կգրխատվի Հայաստանի ազգային ժողովեն ներս առնվազն արդար ակնկալիք պիտելար, որ Գդրիչ Ներսեսյանը կասեցներ ամենան հայոց հայրաբեդի ընդրության գործընթացը, ճիշտ է աշխարհի 4 կողմեն հարյուրավոր պատգամավորներ ժամանած էին Հայաստան, բայց այդ օրը ինչ որ կատարվեցավ, Գդրիչ Ներսեսյանը դեղյակ էր եւ հիմա արդեն ճուրին երես կելը, որ ինքը նախաբես է դեղյակ էր, որ այդպիսի ոչիր պիտի կործվի, հագաբեդական հարված պիտի լա եւ փոխանակ ժողովրդին սուկ անցուցած ժամանակ ետ գանքներ եւ սարեցներ ընդրությունները, բայց չէ ամեն ինչ ըրավ, որ այդ ընդրությունը railroading կսեն անգլերեն, կնշանակե արագընթաց կերպով, հապճեպ կերպով, կատարված իրողություն որպես ամիջապես իր ավարտին հասնել, անշուշտ գիտեր, որ իր նպաստ իրեն է ընդրություններու արդյունքը, որովհետև ամեն ինչ նախապես կազմակերպված էր Քրեմլի կողմէ ըստ բազմաթիվ լավադեղյակ աղբյուրներու եւ անցյալին տեսած եք մենք ցույց տված ենք Քարեքինի մաֆիային մաս կազմող Արեմեդյան թեմի Հովնան Դերդերյանը անալ տեսեք դեսանյութի մեջը թուղթը թղթիկի վրա իբրև թե իրեն լուր գուդա որ այսպիսի աղետ մի եղավ ադալ ըստ արժանավատ աղբյուրներու փեմականացված էր գրնալը որ Վահրամ Դերդերյանը որ իր աշխարհական անունն է որ շուտով անալ աշխարհական պիտի դառնա իր մեքսագից Քարեքին բին հետը ուրեմն Վահրամ Դերդերյանը որ հիմա ներկայիս ժամանակը որ գշարնագի ներկայացվիլ որպես arczepiskopos Հովնան Դերդերյան Արեմյան թեմի թեմագալ ճագերդյալ առաջնորդը ուրեմն այդ դեսանյութի ժամանակ որ հիմա էկրանի վրա կտեսնենք գպաչի այդ թուղթը եւ համբուրելեն յետ կնե որ Քարեքինին գուտա եւ դեսեք սատանայությունը ինչքան խորացած է որ քրիստոնեական հավատքի մեջ եւ որ հոգեվոր անցմը հոգեվոր ծարամը թուղթը գբաչե այդ թուղթը համբուրելեն յետքը կփոխանցի մեկ այլ անցի կնշանակի ուրախ լուր գուտա բայց իր թեմքին որ գնայինք էկրանի վրա շատ բարձ նույնիսկ ցավ չի գա նեյտրալ եւ ուրեմն այս տեսակ սատանաներով կորզ ունենք մենք իսկ ինչ կվերապերի հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի քերակուն մարմնի եւ այսօրվա օրով հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն բռնազավթած ռսաստրուկներուն ուրեմն էկրանի վրա դիտենք հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր համաշխարհային ներկայությունը իր համագիրներով անշուշտ առանց համագիրներու ոչնչարար է ես եւ որ այն դարիներ որ ծառայած եմ մեր երեց կուսակցականները որոնք պատկարելի ասկասեր հայրենասեր հայեր էին եւ նաեւ եկեղեցասեր գսեին որ դաշնակցության ուժը շարքային դաշնակցականներու թվականագի մեջը չէ դաշնակցության ուժը համագիրներու մեջն է եւ 2015 թվականին ես բարձրացած եմ այս մասին
եւ նշած եմ, որ ամբողջ սփյուռքի գրոնական, հասարակական եւ գուսակցական բոլոր գազագերբություններուն անդամներուն թիվը չանցնիր 5%-ը։ Հետո այդ հոդվածը, որ հրաբարակվեցավ, ահագին փողոքները ստացա, ասին բարոն Չապարյան, դուք շատ արադացեն գտնված եք։ Նույնիսկ բոլորը մեկ պատկերացրեք, այո, բոլորը մեկ պատկերացրեք։ Մայրաթուր Սուրբ Էջմիածինը իր բոլոր ցանցերով, Մեծ ընտանին Գիլիգիո կաթողիկոսությունը իր բոլոր ցանցերով, հայ հեղափոխական դաշնակցությունը իր բոլոր ցանցերով, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը իր բոլոր ցանցերով, ռամկավարները, համասկայինը եւ մնացած բոլոր սփյուռքի հասարակական, քաղաքական, մշակութային, մարզական բոլոր գազագերբություն անդամները գումարած, ըսին չանցնիր առավելակույնը 3% է, իսկ իրադեսական որպես 2.5% է։ Ուրեմն հիմա արդեն էկրանի վրա ես ցեզի պիտի ներկայացնեմ ամենաթարմացած դեղեցությունները այդ մասին։ Եվ հանգարց մի թողեք, որ մեր հայրենագիցները Հայաստանի մեջ սդափանություններով ցեզի մոլորեցնեն, որ իբրև թե դաշնակցությունը սփյուռքի դերն ու դիրականն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեջ գիտեք քանի տոկոս կներկայացնեն։ Ընդամենը կներկայացնեն 0.5%-ը։ Այո։ Եվ ցեզի թվականագով բիդեսեմ։ Եվ ես այս թվականակը ասկից առաջ հրաբարակեցի եւ եթե փողոքողներ գային ըսի, թող ներկայանան եւ ասեն, չէ բարոն Չապարյան, ծեր դված թվականակը սխալ է։ Հիմա այդ փաստերը պիտի վերստին արձարծեմ, որը շատ կարևոր է։ Այսօրվա օրով Արևմտյան Միացյալ Նահանգներում մեջ, երբ ամերիկայական թիվը մոտարապես 1 միլիոն է, դաշնակցության շարքայիններուն թիվը 914 էր 2 տարի առաջ, վերջերս մի քանի նոր ասենք շարքերը անցան, կրնալար որ 1000 հասած է, բայց եկեք փախտատենք 1000-ը 1980-ականներու թվանշաններուն է։ 1980-ականներուն, երբ Արևմտյան Միացյալ Նահանգներու մեջ ամերիկայական թիվը ոչ ավելին էր, քան 300,000-ը, պետք է ասել, որ այն ժամանակ դաշնակցության շարքայիններուն թիվը 3000 էր։ Իսկ այսօր 2 տարի առաջվա թրությամբ 914 էր։ Հիմա գրնալալ 1005, 2 տարի առաջվա թրությամբ 914-ի վրա մոտարապես 287-ը սորոսական դաշնակցականներն են, որոնք անողնաշար, անսկսպունք, անհայրենիք, Թուրքիա գայցել են եւ հայտարարի այն ժամանակ հայտարարի ղեկավար լալու հանգամանքով Նորա Հովսեփյանը էկրանի վրա կտեսնենք ինքնին գթույլադրե որ Թուրքիա այցել է այսօր այսպես կոչված Թուրքիա այցել է պիտի չխորանամ որովհետեւ այսօր պիտի չշեղենք նույն իսկ բյուրոյական դաշնակցականները սորոսականները 287-ը մոտարապես բյուրոյական դաշնակցականները 260 իսկ նույնիսկ այդ 914-ի մնացածները պատկերացրեք էկրանի վրա քիչ առաջ տեսան չախչախիչ մեծամասնությունը ոչ Վիկեն Հոսեփյանական, Նորա Հոսեփյանական սորոսականներն են, ոչ էլ ռսաստրուկ բյուրոյականներն են։ Պատկերացրեք, ասի շարքայիններու շարքերեններս է։ Իսկ համագիրները 95%-ը երկու այս խմբավորումներուն, որ արևանքած են գուսակցությունը, երկուքին ալ գդրականապես թեմ է, բայց չնշանակե, որ այսօրվա, ասենք, կառավարության քաղաքացիական պայմանագիր կառավարության գոմնագից են։ Այս մարդիկը չախչախիչ մեծամասնությամբ pedagoganասեր են եւ ես ալ որպես անգախ մարդ, անգուսակցական մարդ, ես ալ համեստ իմ
լոմայով գմասնակցին այդ խմբավորումին եւ որպես անկախ հայ ամերիկայությունը պետք է ասել 99% ոչ ռուսաստրուկների քողապետականներու կողմն են, ոչ ասորոսականներու կողմն են։ Ասի ընդհանուր ամերիկայությունը գսեն, որ չախշախիչ կամ չսելու համար բացարձակ մեծամասնությունը անգուսակցական են։ Հիմա վերադառնալով այն թեմային, որ ինչն է մեր ճանապարհային քարտեզը։ Մենք անցյալ հաղորդումին բարձրացնեցինք Վարոն Մխիթարյանը եւ ես, որ Հայաստանից Արաքելական Սուրբ Եկեղեցու օրենսդրությունը գտելաթրե, որ մենք արաքընթաց կերպով ad hoc committee գազմենք եւ գազմագիրիչ հանձնաժողով գազմենք փակացած Սուրբ Միրոնով մգրդված Հայաստանից Արաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալները եւ այդ գազմագիրիչ հանձնախումբը արաքընթաց կերպով 60-ին 90 օրվա ընթացքին գազմագերբե յանքի գոչե ասկային եկեղեցական ընդհանուր ժողովը եւ այո մայր աթոր Սուրբ Էջմիածնի մեջ կումարե այդ լիագադար նիստը եւ հետաքննությունը ամփոփչացնե Գդրիչ Ներսեսյանի գուսագրոնության ուխտը թրջելու փաստը եւ քվեարկե եւ դեղույն վրա համար առաջին գարկազուրկ հրճագե յետքը աթորազուրկ հրճագե երրորդը Գդրիչ Ներսեսյանին իշարս հին քողապետական Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Իշխան Սեղաթելյանին Հրանտ Մարգարյանին որպես քաղաքացի փոխանցե հայկական պետականության իրավաբահ մարմիններուն որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավաբահ մարմինները պետք եղած կորձընթացով բռնականցման օրենքին ենթարկեն եւ Գդրիչ Ներսեսյանին ուղարկեն Սովխոզ քյուղը, որ հիմա անունը չեմ հիշեր, կարևոր չէ, Սովխոզ քյուղ գոչված է, ետ վերադարձնի այդ Սովխոզի քյուղը, բռնականցման ենթարկել են ետքը իր հետ փերած մաշիկներով եւ իրեն տնե կամ ազատազրկման գալանավորման մեջ կամ իրեն տնե դնային գալանքի դակ որոշ ժամանակ արգելելով որևէ տեսակի հասարակական գործունեության մասնակցելու իրավունք են։ Հայաստանը ես կհավատամ, որ օրենքի քերակայության ճանապարհը բռնած է եւ ենթակա չէ քննարկման։ Այս արդիվ երկու խոսք եւ պիտի ավարտենք։ Երկու խոսք at երյակներու ագումբին, դխրահրճակ երյակներու ագումբին Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Գդրիչ Ներսեսյան։ Փանից դուրս է գալիս, որ դուք նույնիսկ ծեր ամիջական դիրույթի ներքև գտնվող կորձարկները չեք կարողանում ծերն հասորեն իրականացնել բարոն Գդրիչ Ներսեսյան, մայր աթորը որ բռնազարդած եք, չեք կարողանում իրականացնել, ուր մնաց համահայկական ամենահզոր եւ ամենաշատը ցանցային դարձած Հայաստանյաց Արաքելական Սուրբ Եկեղեցին կառավարեիք բարոն Գդրիչ Ներսեսյան։ Քիչ առաջ բարոն Մխիթարյանը շատ լավ նկարագրեց եւ փնութագրեց ծեր ռեյտինգը, ծեր դխրահրճակ քաղաքալության ժամանակ Հայաստանյաց Արաքելական Սուրբ Եկեղեցու ունեցած ռեյտինգը եւ դեսանք ինչպիսի անգում գրած է ծեր բռնազավթության դարիներուն։ Երկրորդ խոսքս ուղղելով հին քողապետականներ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան եւ իրենց հետ անշուշտ ինչպես օրենքներն գսեն by default բոլշևիկ տաշնակցական օլիգարխները Հայաստանի մեջ,
Իշխան Սաղաթելյան եւ այլք հարց դուք գողորդակ որ հայկական pedagogiությունը կկարողանաք սերն հասորեն շագերտյալ շուշտ կառավարել բարոնայք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Իշխան Սարհատյան եւ այլք գարձեմ լավ փամը գլար եթե մարդ իր չափն ու սահմանը գիտնար եւ ինքնինքը մեկ կողմ տներ եւ ճանապարհը չխափաներ ավելի դաղանթավոր եւ բարեխիղճ մարդկանց արչեւ որբեսի անոնք իրապես ղեկավարեն եւ հայոց pedagogiությունը հասցնեն այն մագարտագին որին մեր ժողովուրդը իսկապես արժանի է եւ արդարացիորեն բանջողն է ասի այսպես չի կարելի շարունակել ռոբե առաջ pedagogan համար առաջին սպառնալիք հանդիսացող այս գրգեսը պետք է հասցնենք իր ավարտին մենք ցեզի հետ խաղալու ժամանակ չունենք մենք պետություն ունենք գերդելու մենք դարածքաշրջանի ամենահզոր պետությունը դառնալու եւ բահբանելու պաշտպանելու ինքնիշխանության անկախության պաշտպանության ժողովրդավարության եւ տեխնոլոգիայի առումով ամենաառաջադեմ պետությունը ունենալու մեր ծնյալ իրավունքը դուք իրավունք չունեք խափանելու դուք այսօր գծարայեք հակասկային հակամարտկային ցեղասպանամետ գրեմլին անկարային եւ բաքուին ալգփավե